Պարոն Մանուկյան, նախ այսօրվա Քայլերթից հանրահավաքից ինչ սպասելիքներ ունեք եւ առհասարակ գրեթե վերջանում է այս քարոզարշավը, ինչպես է գնահատում այս անցնողը։ Տեսեք, այսօր մեր ուժը ավելի քան ամրապնդում է իր արդյունքները եւ դա ցույց է տալիս, որ Փաշինյանը իր փոքրիկ խմբակով վախենում է Սամվել Կարապետյան անձից, վախենում է ուժեղ Հայաստան դաշինքից եւ այսօր քաղաքացիները երբ գնան հանրապետության հրապարակ, այնտեղ դրված է լինելու մեծ գիրք, որտեղ երբ քաղաքացիները դեմ են, որպիսի 300,000 ադրբեջանցիներ գան Հայաստան, մենք հայտարարել ենք, որ ընդունելու ենք Սաֆարովի կանխարգելման օրենք։ Եթե քաղաքացիները կողմ են, որ մենք եւս ընդունենք, իրենց համաձայնությունը տալով կարող են այդ գրքի վրա ստորագրություն անել։ Մանուկյան, իդեպ խոսում ենք 300,000 ադրբեջանցիների գալու մասին, երեք Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ ասաց, որ դա անհեթեթություն է, չկա նման բան։ Անհեթեթություն, եթե ինչպես իրենք են ներկայացնում, ինչու է Ադրբեջանը Նախիջևանում հունիսի 18-ից 19-ը իրականացնում միջոցառում, որը կոչվում է վերադարձ Արևմտյան Ադրբեջան եւ այդտեղ մշակութային գործիչները, հասարակական գործիչները, քաղաքական գործիչները դա ներկայացնում որպես իրականություն։ Ես կարծեմ, ես չեմ սխալվում, որ մամուլից տեղեկացել են, որ այսօրվա իշխանությունը անգամ այն ադրբեջանցիների փորձում է տեղեկությունները, անունները իմանալ, ովքեր որ ժամանակին խորհրդային միության ժամանակ ապրել են օրինակ այստեղ։ Ինչի համար է դա այդ տեղեկությունը փորձում ունենալ։ Հնարավոր է այս process իրենք թաքուն են պահում։ Նիկոլ Փաշինյանը եւ իր փոքրիկ խմբակը չունի քաղաքական կամք, որպիսի չկատարի այլևի ցանկությունները եւ այլևի հրամանները, Ադրբեջանի առաջնորդի հրամանները, քանի որ այսօրվա բոլոր այն կործանումները, այն աղետաբեր ծրագրերը, որը մենք կարող ենք միասին արձանագրել, նրանք կատարել են երկուսով, ընդամենը երկուսով։ Պարոն Մանուկյան, երեք տեսանք Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվեց, կալանավորվեց 2 ամսով ու գրեթե ամենօրյա սկզբունքով գաղտնալսումներ են լինում, որոնք հրապարակվում են, դուք ընտրություններից առաջ այս քայլերը ինչպես եք։ Նախ մեր ընկերոջ ապօրին ձերբակալումը տեղի ունեցել զուտ այն պարզ պատճառով, որ այսօրվա իշխանությունը արտացոլում է իր վախի դրսևորումները։ Իսկ ինչը վերաբերվում է գաղտնալսումների, դա ընդհանրապես կարծում եմ կա այդպիսի տեխնոլոգիա, երբ որ փորձում են ինչ-որ ձայներ կլոնավորել եւ կտրել կպցնել։ Ես իրենց այդ մոնտաժնիկին առաջարկում եմ, որպեսզի գա իմ վիդեոները սկսի մոնտաժ անել։ Քանի որ ես այս ծանր պրոցեսում կորցրել եմ երևի թե իմ կրեատիվ լինելը։ Իրենք բավականին լավ կրեատիվ են։ Ձեզ եմ շնորհակալ։